Արարատի մարզի Հովտաշեն գյուղում կանգառները վաղուց դատարկ են։ 10 տարի է այստեղով Երևան հասնող տրանսպորտ չի անցել։ Գյուղացիների միակ մխիթարանքը Արտաշատի երթուղին էր, որը սակայն օգոստոս ամսից այլևս չի գործում։ Մայիսի վերջից վերացել է, առ այսօր ոչ մի ձևի կապ չունեն։ Բնակիչների համար ամենօրյա տեղաշարժը դարձել է անլուծելի խնդիր։ Երևան հասնելու համար ստիպված են օգտվել տաքսիներից, ինչն էլ ֆինանսական ծանր բեռ է։ Շատ ժամանակ է տաքսին էլ որ, հա, չկա, էդ էլ չի ելնում, ասենք այդ ժամերը մի քիչ պիկ ժամ է ելնում, ոտով պետք է հասնենք մեր տրասան կամ Մղճյան, հա, նոր այնտեղ տրանսպորտ կա, կանգնացնենք այդ։ Այսալը հիմա եղանակները լավ է, ձմեռը вообще անտանելի է, դժվար է։ Հովտաշենում տրանսպորտի բացակայությունը անհարմարություններ է ստեղծել հատկապես ուսանողների եւ Երևանում աշխատողների համար։ Բավականին ուսանող ունենք, մեկ էլ մյուսով շեմ աշխատող ունենք դրսում, հենց Երևանում, բոլորը ոնց որ ասած նստած են տաքսիների հույսին, դե տաքսիով ինչքան գնաց գաս, քո ինչ ես առնելու կամ ուսանող, այդ ծնողդ քեզ ուղղեղուց է այդ գումարը տալու, որ կարողանաս քո կրթություն նստանաս։ Մարդկա հնարավորություն չունի, չի երկարում մի պարամունքի, մի բանի, շատ անմխիթար վիճակ է։ Գյուղի վարչական ղեկավար Արմեն Ալեքսանյան Արմատ մեդիայի հետ զրույցում վստահեցրեց. Արտաշատի համայնքապետարանի հետ աշխատանքներ են տանում, որպեսզի գոնե Հովտաշեն-Արտաշատ մեկ երթուղի սկսի գործել, իսկ մայրաքաղաքին կապող երթուղու ապագան կմնա մշուշոտ։ Նրանք դեռ ստիպված պիտի սպասեն, մինչև մարզում գործի միասնական երթուղի։ Մերի Մնոյան, Վահագն Սաղաթելյան, Արմատ մեդիա։